Հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, ես ուզում եմ հակիրճ ասել իմ նկատառումները։ Ընդհանրապես նման կարգի փոփոխությունները պետք է կատարել որոշակի կոնցեպտի մեջ։ Փոփոխությունն ինքը գուցեև լավ է, բայց ինքը րոպեական է, ինքը իր մեջ միայն ֆրագմենտ է պարունակում եւ չի կարող դիտարկվել որպես սիստեմ։ Ընդամենը 2 օր առաջ ընդունվեց սահմանադրություն։ Ես չգիտեմ, ասենք ոնց է պաշտպանության նախարարությունը թույլ տվել այդ հոդվածն անցնել Սահմանադրության 14 հոդվածով, որտեղ պետության նկատմամբ հիմնական պարտականություններն են շահադրված, մենք գրել ենք, որ պարտավոր է ծառայել բանակում։ Սահմանադրության մեկ այլ հոդվածով 34-ը թե 43-ը, նա ով այլադավան է, ասենք ուրիշ հավատի է, նա այնտեղ իրավունքի բաժնում է եւ նրան տրվում է իրավունք խուսափել, ասենք հրազեն գրելուց կամ մարտական գործողությունների մասնակցելուց։ Սա ոչ թե սխալ է, սա պարզապես լյապ է, վրիպակ, ապալ-թապալ անցկացնելն էլ այդպիսի արդյունքների է բերելու, բնականաբար, որովհետև ստացվում է, որ եթե դու, այսպես ասած, հայ առաքելական եկեղեցու դավանողն ես, մի վերաբերմունք կա, հայ առաքելական չես, մեկ այլ վերաբերմունք եւ ըստիս ավելի լավ վերաբերմունք, կյանքին վտանգ չսպառնացող վերաբերմունք։ Անհասկանալի է ինձ համար։ Հիմա սա իմ խորին համոզմամբ պետք է լիներ սահմանադրությունում այն, եթե փոխում էինք, որ եթե մարդը մարտական գործողությունների է մասնակցում եւ վտանգում իր կյանքը, նա որոշակի համալիր առավելություններ պիտի ստանա եւ դրանցից միայն մեկն է թոշակը։ Մասնավորապես հետագայում, քանի որ երկիրը պերմանենտ պատերազմի մեջ է, պաշտոնում գտնվելը եւ այլն, պաշտոն ստանալը պետք է կապնվի այդ հանգամանքի հետ, որպեսզի բոլորն իմանան դա, որովհետեւ երկիրը օբյեկտիվորեն գտնվում է այդ վիճակում։ Եվ այդ առավելությունների մի հատվածը պետք է լինել սա։ Սա հետի լավ է, եթե մարդը այն տարիքում է, որ մի քանի հետո անցնել է թոշակի, սպա է կամ պայմանագրային ծառայող, ճիշտ է ձեր պատասխանը, բայց նաև պիտի վերաբերվի զինվորին ինչ է ստանում, որ ռիսկ անում իր կյանքը 18-20 տարեկան երեխան։ Եվ ես կարծում եմ, որ կային մեխանիզմներ նաև հասարակական դարձնելու նրանց համար։ Չի կարող դիտարկվել հասարակական մի փաստաթուղթ, որտեղ խոստում է տրվում, որ 43 տարի հետո քեզ շատ թոշակ կտանք։ Հասկանում եք, 43 տարի հետո ինչ կմնա այս ամեն ինչից, մի քիչ անհասկանալի է։ Եթե ձեզ հետաքրքրում է, մենք ունենք պատկերացում եւ բյուջետային 16 թվականի բյուջեի նման առաջարկ արել էինք, թե ինչպես պետք է այս հարցը համարելի լուծվել։ Համենայն դեպս ունենք որոշակի կարծիք, որը հավանաբար արսպայդրությամբ ձեզ չի հետաքրքրել։ Այնպես որ ես սա դիտարկում եմ ֆրագմենտար լուծում, ոչ թե նրա համար, որ ավելի լավ ասա լինի, թե չլինի, թող լինի, կարելի է եւ այդպես մտածել, բայց վաղը, երբ որ մենք կմոտենանք ավելի սիստեմատիկ ձևով այս հարցի լուծմանը, կտեսնենք, որ նման կարգի ֆրագմենտար լուծումները խանգարում են հարցի իսկական լուծմանը։ Նրանք ովքեր այսօր այ երեխաները, որոնք իրենց կյանքը այսօր մենք երեկոյան ժամը 21:15 մի հատ էլ զոհ ենք տվել, այս անգամ արդեն մեծ դրամաչափի զենքի կրակոցի արդյունքում հակառակորդի կողմից այս երեխաները պետք է հասկանան, որ այսօր ինչ են ստանում, կոնկրետ ինչ են ստանում։ Եվ ես կոչ եմ անում, որպեսզի այդ հարցերը ավելի լուրջ ու խոր լուծումներ ստանան, եւ այսպիսի լուծումները չեն կարող էֆեկտիվ համարվել։ Շնորհակալություն։